Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի քաղաքորթի անդամ Ռաֆի Հովհաննիսյան Հագիրճ, անմիջական և գործնական զինվեք համբերությամբ, վճռականությամբ, հաղթանակի հավատամքով և խնայեք ձեր ներվերը, հանգիստ, հանդարտ։ Ոստիկանությունը գնդապետի ղեկավարությամբ խնդրեց ելույթ սա բաց բարձրախոս է, խնդրեմ իրենք իրավունք ունեն, հրավիրեցինք, բայց չցանկացան մոտենալ բարձրախոսի, ուստի կազմակերպիչ Վարուժանին փոխանցեցին իրենց պատկամը, որը հիմա ձեզ հետ կիսում են։ Ասին Վարուժանին գնդապետի մակարդակով, այն էլ այս պահին հարթակում չուզենալով մոտենալ բարձրախոսին, որ եթե մենք այսօր շեղվենք հայտարարված երդուղուց, Վարուժանը և կամ մենք յուրաքանչյուրս կարող ենք ենթարկվել վարչական պատասխանատվության։ Դա պրոբլեմ է ձեզ համար։ Ոչ։ Պատրաստ են գրել ցանկացած պատասխանատվություն, որ իրավաչափ է, օրենքի ներքո է և հավասար կիրառվում է։ Եվ գոչ ենք անում, բարոն գնդապետ, և ձեզնից վերև գեներալ, և ձեզնից չգիտեմ որտեղ չնդրված մեկը պատասխանատվության ենթարկել նրանց ձեր համագարքերում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում, նախարարություններում, ովքեր երեկ բռնացան կոնկրետ օրինակներով, ինչպես դուք եք ուզում, Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքի վրա, վախենալով իրենց ներկայությունից այստեղ, սպառնալով վարորդներին և հետո ունենալով ծառայամիտ այդ մոտեցումը, որ կաք այստեղ և սպառնակ Վարուժանին պատասխանատվությամբ։ Հələ ընտրախախտներով սպառվեցեք, հանցագործներով, պետական, շարքային քաղաքացիներին ահաբեկողներով սպառվեք, ենթարկեցեք մեզ վարչականից ավելի պատասխանատվության, եթե դուք կարծում եք արժանի եք, բայց մենք ուրիշ ջամփու վրա ենք։ Հիմա այո, 95 տարի առաջ այսօր անգում ապրեց Հայաստանի առաջի հանրապետությունը, մեծ հարգանքով վերաբերելով պարոն Հայրիկյանին, պետք է ասեմ, որ ոչ թե դրոյի մեղքով, իհարկե թույլ էր կառավարությունը, դժվար աշխարհական վիճակ էր, Հայաստանը 600 տարի պետականություն չէր ունեցած, բայց բոլշևիկյան և ազգայնական Թուրքիայի համատեղ գործողությամբ Հայաստանի առաջի հանրապետությունը անգում ապրեց 90 տարի առաջ այսօր։ Եվ մենք եկել ենք 95 տարի անց վերականգնելու համար մեր պետականությունը, մեր սահմանադրությունը և մեր ազգային շահը։ Համաձայն ենք։ Մեզ համար գերագույն արժեքներ են Հայաստանի սահմանադրությունը, իրենից փոխող իրավունքը, քաղաքացու, ազգային շահը և Հայաստանի ինքնիշխանությունը։ Հարգում ենք աշխարհի մեծերին և բոլորին, անխտիր, բայց ով ընդունում է մեր ազգային շահը, մեր կենսական անհրաժեշտությունը աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին քաղաքականությունում, ինքը վայելում է նաև մեր բարեկամությունը։ Մեզ պետք չեն հավաքական անվտանգության որևէ մի համագարկ կամ դրանց անդամակցությունը, մեզ պետք է ինքնիշխան, իրավական, սահմանադրական Հայաստանի հավասար երկկողմանի հարաբերություններ ռազմավարական գործընկերների հետ։ Եթե հիմնված է այդ հարաբերությունը փոխադարձ հարգանքի և շահի ընկալման և հետապնդման վրա։ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Ամերիկա, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Եվրոպա, Հայաստան-Իրան և բոլոր համապատասխան ուղղություններով։
Մենք համարում ենք, որ շատ ուշացել ենք Արցախի հարցով։ Մեր դղաները, եղբայրները, քույրերը կյանք տվեցին, արյուն թափեցին, սերունդներ առաջ, մի սերունդ առաջ եւ հիմա, որովհետեւ մենք ունենանք վերջապես մի նվաճում, մի ռազմավարական նշանակության հաղթանակ, որին նաեւ մասնակցություն բերավ Ժիրայր Սեֆիլյան եւ շատ ու շատ ուրիշ անվանի եւ անանուն նվիրյալ զինվորներ, հերոսներ։ Իսկ արդեն մի սերունդ անց եւ զինաթաթարից 21 տարի անց չունենք ճանաչված Արցախ, չունենք Հայաստանի հետ վերամիավորված Արցախ եւ մենք որքան ուզենանք կարող ենք բողոքել Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից, Թուրքիայի թշնամական մոտեցումից Հայաստանի նկատմամբ, կարող ենք ասել, որ արևմուտքը երեսպաշտ է, որտեղ Կոսովո է ճանաչում եւ ոչ թե Արցախ, Ռուսաստանը նույնպես միջնորդ, Աբխազիա է ճանաչում, բայց ոչ Արցախ, բայց վերջում բուն երեսպաշտությունը, բուն ագունքը մեր խնդիրների հենց մեր մեջ է։ Որտեղ եթե Հայաստանը չունի այդ իրավականությունը, այդ ինքնիշխանությունը, այդ ժողովրդի վստահությունը, ուրեմն մենք պետք չունենք աշխարհից որևէ բան ակնկալել։ Մենք այդ հարցը ներքուստ, մեր տան մեջ պիտի լուծենք այս առաջիկա շաբաթների ընթացքում։ Պատրաստ ենք։ Այսօր լրատվամիջոցների մեկում լույս ընծայվեց, տեքստի վերածվեց հանրապետական պաշտոնյայի, Գիրք պաշտոնյայի խոսքը, որը բացեց փակագծերը Սարգսյանի մտայնության մասին, թե ինչ է ինքը մտածում, ինքը իհարկե հայտարարում է, գովազդվում է, որ երկարաշունչ հարցազրույցի պետք է հրավիրվի եւ դուք իրենից կլսեք, թե ինքը ինչ է մտածում։ Լսեք ուշադիր։ Լսեք բոլորի տեսակետները։ Բայց ակնհայտ է այսօր, որ իր նվիրյալ մարդը հետևյալն է ասում. արդեն նկատի առած է հայ ժողովրդի համատեղ պայքարի պատրաստակամությունը, տեսել են, որ հրապարակը ակտիվ է, էներգետիկ է, անկախ իրենց խոչընդոտներից, վախ սփռելու իրենց վախից, եւ իրենք գիտեն, որ մենք միացյալ հրապարակի համազգային համապետական լուծման նախաշեմին կգտնվենք։ Եվ միակ բանը, որ կարող են անել, այն է, որ մեր քանակը, գլխաքանակը հաշվել, ուրիշ բան չունեն անելու։ Իսկ ես պատկանում եմ այս դեպքում հայ ժողովրդի մեծամասնության, որը գիտե, որ որակը եւ քանակը իմի պիտի կա մեր օրինակով, վաղը եւ մյուս օր եւ դեկտեմբեր 6-ին եւ 7-ին անգամ, եւ մենք Հայաստանի ժողովրդի եւ մեր պետության պիտի մատուցենք աննախադեպ հանգուցալուծում եւ ունենանք նոր Հայաստան ժողովրդի պատկանող իշխանությամբ։ Եվ իրենք ինչ են ասում? Ասում են, գնաց մահու բայկար չէ այլևս հանրաքվեն, թող չանցնի, պատկերացրեք, այս կանից հետո պետական փողերը օգտագործելով այոյի շտաբեր ստեղծելու համար, ժողովրդի վերջին խնայողությունները, երեխաների կրթաթոշակը, ամենադարբեր մուտքերը, որոնք պատկանում են ժողովրդին, դնելու են գուսակցական շրջանառության մեջ, եւ հիմա ասում են, թող չանցնի, որտեղ եթե չանցնի, Սերժ Սարգսյանը 2017 թվականին վարչապետ կսարքենք։ Դուք պատկերացրեք, թե ինչ է ասվում հիմա, եւ թող յուրաքանչյուր հայ եւ հայաստանցի ներկա եւ ով մեզ հետևում է, չհամարի, որ այստեղ այս մեր ժողովուրդը միայնակ է լուծելու այս հարցը։ Մեր որակով եւ քանակով վաղը եւ մյուս օրը, բայց ոչ ամսվա ընթացքում այս հարցը պիտի լուծենք, Կուսակցապետությունը պիտի անգի եւ պիտի վերածնվի Հայաստանի Հանրապետությունը։ Որտեղ չեն լինելու որևէ քաղաքական բանդարգյալ, ոչ Սեֆիլյան, ոչ Շանթ, Վալոդյան, Վարդան,
Գյուլերյան եւ մնացած բոլոր բանդարգյանները քաղաքական, դրանք բոլորը ազատ արձակվելու են սահմանադրականորեն Նոր Հայաստանում։ Նոր բանդարգյաններ են ունենալու, նոր։ Իրանք են Եթե չանենք, եթե սերժը բանդարգյան չդառնա, ոչինչ չի։ Հիմա պատրաստ եք երթի։ Մենք գնալու ենք երթով, ժողովրդի պահանջով, ակնկալում ենք ոստիկանության լիարժեք ծառայությունը, ապահովելու համար մեր քաղաքացիների անվտանգությունը եւ ոչ մի խոչընդոտ արհեստական, ոչ մի ուրիշ հարթակում չեք լսի այսքան հարկանք շարքային ծառայողների, զինվորների, ոստիկանների նկատմամբ եւ ես պահանջում եմ, որ համապատասխան գնահատական լինի, որտեղ մենք հարկանքով ենք մոտենում եւ այդպես էլ պիտի շարունակենք մեր երթը։ Մեր երթը պիտի ընթանա Թումանյան փողոցով դեպի Պրոսպեկտ, Մաշտոցի, Բողոդա, դեպի Գորյուն, Գորյունով աջ, դեպի Մոսկովյան բուրակ, կանցնենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողքով, ապա ձախ կթեքվենք դեպի Աբովյան, Աբովյանով աջ դեպի Թումանյան եւ Թումանյանով կվերադառնանք Ազատության հրապարակ։ Իսկ վաղը ժամը 12-ին կլինի քաղաքացիների եւ մամուլի ներկայացուցիչների լրագրողների համար մեր ամենօրյա ասուլիսը, ժամը 5-ին դեղի կունենա ոչի շտաբի հավաքը, հիշեցնում եմ ձեզ, որ ժառանգությունը, հիմնադիր խորհրդարանը եւ ԱԻՄ-ը հիմնադիր անդամներ են ոչի շտաբին նաեւ, որը մեզ մոտ չկա խտրականություն, մենք կմասնակցենք, ողջունում ենք հավաքի անցկացումը եւ ակնկալում եմ, որ դուք մենք միասին մեր ընտանիքները, բարեկամները, համակարգացիները, քաղաքներից, գյուղից եւ մայրաքաղաքից կմասնակցեն վաղը, ինչպես նաեւ հաջորդող օրերին, ամսի 5-ին եւ 6-ին, ժամը 6-ին Նոր Հայաստանի հավաքներին, իսկ ամսի 7-ի համար, որը մեծ երկրաշարժի տարելիցն է, որը դառնալու է հարության օր մեր հանրապետության, մանրամասները ձեզ կներկայացնենք հաջորդիվ։ Վաղը ասուլիս 12-ին, ժամը 5-ին հավաք եւ հաջորդ օրը ուրբաթ ամսի 4-ին, շաբաթ ամսի 5-ին, ժամը 6-ին շարունակվելու է հանրահավաքային մեր պայքարը եւ մենք միասին վկա կլինենք մասնագից եւ գորիզներից մեկը, որը գալու է խառնարան, խաչմերուկ ստեղծելու համար Միացյալ Հրապարակ եւ Նոր Հայաստան։ Ես այսօր առաջարկում եմ, որ սրանից հետո ինձանից սկսյալ մի քիչ խոսենք եւ շատ գործենք։ Եվ թող ոչ մեկը հիմա հայաստանցի, սփյուռքահայ, օդար բարեկամ մտածի, որ ինքը անմասն է այս պայքարից։ Այս պայքարը պատկանում է յուրաքանչյուր հայ մարդու, հայի, հայաստանցու։ Եվ երկիրը չի փոխվելու, եւ գուսակցաբեդությունը իր վերջի հույսերը պիտի դարձի, եթե մենք միասին չապահովենք այդ անցումը։ Դրա համար որոշումը մերն է։ Հետո ուշ է լինելու եւ ոչ մեկը մեղավոր կամ աղոթք կամ ուրիշ մահանա բادرված չփնտրի։ Հերիք է։ Մենք ունենք ապակա, ունենք ուղի, ունենք հաղթանակ, որ մեր երեխաներին եւ թորնիկներին բերելու ենք եւ միասին հիմա շարժվում ենք քայլ առ քայլ, հանդարտ, հանգիստ, վճռականությամբ դեպի Նոր Հայաստան։